Երևանն ու Բաքուն Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո անցկացրեցին առաջին բարձր մակարդակի հրապարակային շփումը։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիկմետ Հաջիևը առաջին անգամ էր Հայաստանում։ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի Շանթ-Նյուզին փոխանցեցին, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային ճանապարհով, անցնելով արդեն սահմանազատված հատվածով եւ բոլոր անհրաժեշտ սահմանային ընթացակարգերով։ Մինչ այդ նման այցով Հայաստան էր ժամանել նաև Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների շրջանակում։ Հարկ է նշել նաև, որ հանդիպումը տեղի է ունենում մի փուլում, երբ կողմերը շարունակում են հայտարարել խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամության մասին։ Քաղաքագետ Նարեկ Մինասյանի գնահատմամբ այս հանգամանքը հանդիպմանը լրացուցիչ նշանակություն է հաղորդում։ Միաժամանակ հանդիպումը ըստ նրա խոսում է երկկողմ փոխվստահության մասին, ցույց տալով, որ կողմերը պատրաստ են պահպանել երկխոսության ուղին։ Հաշվի առնելով, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները արդեն հայտնի են, բավական տրամաբանական է ադրբեջանական կողմի հետ շփումների վերսկսումը։ Անհրաժեշտ է ամփոփել, թե տարբեր ուղղություններով կողմերը ուր են հասել։ Խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին, հաղորդակցություններին, սահմանազատմանը եւ սահմանագծման առևտրային հարաբերություններին։ Հանդիպման ավարտից հետո երկու կողմերն էլ տարածել են գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ, նշելով, որ քննարկմանն ընդգծվել է երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման նպատակով։ Մինչ Հայաստանում տեղի էր ունենում Արմեն Գրիգորյանի եւ Հիկմետ Հաջիևի հանդիպումը, միաժամանակ Ադրբեջանը հյուրընկալել էր միջազգային համաժողով, որտեղ պաշտոնական Բաքուն ներկայացնում էր տարածաշրջանի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաժողովին կրկին օգտագործել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը, հայտարարելով, որ այն պետք է կապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ եւ դառնա միջին միջանցքի կարևոր բաղադրիչներից մեկը։ Այս ձևակերպումը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարաբերություններում զգայուն թեմաներից մեկը, քանի որ պաշտոնական Երևանը հետևողականորեն պնդում է, որ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ վիրավազորության ներքո, մերժելով միջանցքային տրամաբանությունը։ Նման խոսույթների հետ կապված կարևոր է ուշադրություն դարձնել կոնտեքստին, եթե տվյալ եզրույթը օգտագործվում է Ադրբեջանի տարածքում գտնվող ենթակառուցվածքների համար, դա արդեն ադրբեջանական կողմի գործն է, սակայն նույն եզրույթը բնականաբար կիրառելի չէ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ, դա արդեն անընդունել է, որովհետև Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքը ունի պաշտոնական եւ միջազգայինորեն համաձայնեցված անվանում՝ TRIP։ Քննարկված թեմաների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել քաղաքացիական հասարակությունների միջև վստահության ամրապնդումը։ Կողմերը մտքեր են փոխանակել այնպիսի նախաձեռնությունների շուրջ, որոնք կարող են նպաստել երկու ժողովուրդների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։ Բանակցությունների ավարտին պաշտոնյաները շրջել են Դիլիջանում, պայմանավորվել պահպանել աշխատանքային շփումները եւ հաջորդ հանդիպումը անցկացնել Ադրբեջանում։ Մարինե Դվոյան, Հորիզոն։